Այսօր կխոսենք IPO-ներից, ինչի, որտեվ ամենահետաքրքիր, ամենահեռանկարային ընկերություններն են մասնակցում IPO-ներին, կխոսենք ինչ IPO-ներ են տեղի ունեցել վերջերս եւ մի քանի պատմական դրվագ, թե ոնց է դա միջի աշխատել անցյալում եւ հիմա ինչ արդյունքներ ունենք հետ նայելով։ Հիմա սկսենք IPO-ից, դա ինչ է նշանակում։ IPO նշանակում է, երբ որ նորաստեղծ կազմակերպություն ցուցակում է իր բաժնետոմսերը հանրային ձևով, այսինքն բորսայում, եւ բոլորը կարողանում են մասնակցել դրան եւ առնել այդ բաժնետոմսերը եւ ըստ դրա կարողանում են համ եկամուտ ունենալ դիվիդենդներից, համ օգտագործել product-ը իհարկե դիվիդենդ ստանալ եւ նաեւ մասնակցել այդ այսպես ասած upside-ին, հա, ասենք ընկերությունը լավ գործել, լավ են գնում, մենք էլ մասնակցում ենք այդ ամենից մեծ այդ շահույթի մեջ։ Ինչու համար են ընկերությունները IPO անում, դե նախ զուտ բրենդի ճանաչվածությունն է, շատ կարևոր է, այսինքն ինչ որ բավականին մեծ հաջողություն է դա, որովհետեւ երբ որ ասում ենք ստարտափներից 10%-ն են ինչ որ չափով հաջողվում, IPO անելը նշանակում է, որ, չգիտեմ, 0.1%-ն է բոլոր ստարտափներից կամ նույնիսկ լավագույն ստարտափներից հաջողվում դրան հասնել։ Կազմակերպության առումով մի քանի բան է սա նշանակում, ինչու IPO անել, նախ կապիտալը, որ իրանք ձեռք են բերում, սովորաբար ավելի քիչ ծախսատար է, ունեն ստանում են նաև լիկվիդայնություն, ասենք բաժնետոմսերը կարողանում են վաճառել հիմնադիրները, այդ բոլոր չանքից հետո նաև աշխատակիցները կարողանում են արդեն վաճառել, լիկվիդայնություն են ստանում, բայց նաև նշանակում է այդ կազմակերպությունների համար, որ բավականին շատ կարգավորումների տակ են գնում, ֆինանսական բացահայտումներ, այսինքն ոնց պետք է գործել ոչ եւ այլն, հա, այնպես որ բավականին տենց դժվար գործընթաց է այդ ամենը նաև կազմակերպության համար։ Նաև Հայաստանում ունեցել ենք մի քանի IPO վերջերս, համոզված եմ շատերս ծանոթ ենք, որ թիմն է տեղաբաշխել իր բաժնետոմսերը, նաև Telcel-ը վերջերս եւ երևի թե ել ավելի մեծ հաջողություն նաև ստարտափների առումով դա Service Titan-ի, որ արդեն բավականին մեծ կառույց է, 500 հոգի միայն Հայաստանում է մոտավորապես աշխատում, Service Titan-ի IPO-ն շատ հաջող էր եւ օրինակ վերջերս մոտավորապես 20% արդեն եկամտաբերությունը ցուցաբերել, $100 տեղաբաշխվել է, հիմա մոտավորապես 20-25% եկամտաբերություն է։ Բոլոր կազմակերպությունների իհարկե տենց ամեն ինչ հաջող չի ընթանում, բայց մի օրինակ առանք բերենք, երբ որ Facebook-ը տեղաբաշխեց մոտավորապես 10-13 տարի առաջ, այն ժամանակ տեղաբաշխեց 38 գնով, հետո ընկավ մի կեսով իսվեց գինը 18, բայց հիմա մոտավորապես $650 է ամեն մի բաժնետոմս, այսինքն տարեկան 25-26% եկամտաբերություն է դա դառնում։ Այսինքն IPO նշանակում է, որ ամենահաջողակ, ամենահեռանկարային ստարտափներն են, մեծ մասով ստարտափներն են տեղաբաշխում իրենց բաժնետոմսերը եւ այդ ամբողջը բավականին խոստումնալից է եկամտաբերության առումով, բայց իհարկե ամեն մի IPO չի, որ հայտնի բարեհաջող է անցնում, ունենք որոշ ցուցակ, որ այստեղ տեսնում եք, թե ինչա տեղ ունեցել վերջերս այս մի տարվա մոտավորապես IPO-ների մասով եւ եկամտաբերության մասով։ Դե այսքանը, հուսամ օգտակար էր, եթե հետաքրքիր է կամ հարցեր լինեն, գրեք, կապնեք մեր հետ, ուրախությամբ կկիսվենք եւս մեր գործում։